Հարգելի Nissan Note-ի վարորդներ, ուզում եմ ձեր դատին ներկայացնեմ մեր նոր կատարած աշխատանքը։ Մեր կատարած աշխատանքը տարբերվում է QR կոդով, որի արկայության դեպքում մենք գրում ենք պատասխանատվություն մեր արած աշխատանքին։ Այսինքն այնտեղ նշված է մեր լոկացիան, գտնվելու վայրը, հեռախոսի համարները, սկանավորելու դեպքում դուք տիրապետում եք ամբողջ ինֆորմացիային։ Սա պեդալների դիրքն է, խնդրեմ, հեռու այստեղից, ցանկության դեպքում պետք է լինի ավելի հեռու կարանք անենք։ Գազի ոտնակը սխմելու դեպքում տորմոզը հետը չի սխմում, որովհետև մեկը մյուսից հեռու ենք կարելի տեղադրենք։ Հիմա գնանք մոտորի հատվածը ձեզ ցույց տամ։ Սա մոտորի հատվածն է, որտեղ մենք առաջ վակումը տեղափոխում ենք ձախ կողմ։ Սա վակումը տեղափոխելու դեպքում կտրվում էր այստեղից, սա տեղափոխվում էր այստեղ լավագույն դեպքում։ Որոշ դեպքերում եղել են, որ շատ ենք նկատել, դա 70%-ի մասին է, սա ուղղակի ֆենով ծալում էին ու վերջ։ Այդտեղի ժիտկստեր թողում, ինձ թվում է շատերը կարձագանք են, որ իրենց մոտ եղել է այդ խնդիրը։ Իհարկե մեր արածի թեկուզ գեշ է եղել, բայց նման խնդիր չի եղել։ Ժիտկստեր թողում, տորմոզներն էր կորում, խոսքը գնում է տորմոզի մասին։ Մեքենայի արգելակման համակարգը ինձ թվում է ամենակարևոր հարցն է, որ պետք է լինի իդեալական։ Այստեղ ոչ մի բան ձեռ չենք տալիս, այսինքն իր անտիֆրիզը չի թափվում, անտիֆրիզը թափվելուց հետո ինչ պատահի չենք լսնում, հետո գալիս ենք ստեղ։ Այս ամենը ինչ նկարագրեցի, մի կերպ սխմած է եղել այստեղ, տեղավորած։ Ինվերտորն էր քանդվում դուրս գալիս, ղեկը փոխելու ժամանակ։ Ինվերտորի հովացման համակարգի դատարկում մասնասկետում ինչ է լսել, հետ ընթացքում մեջը, տարբեր բաներ խառնվել են, մեկը դուր ավելացրել, մեկը դոտ 3 ավելացրել, մեկը դոտ 4, բայց իրա դոնստուկները դա չի։ Ներկայացնեմ ձեր դատին, դուք ինքներդ մեկնաբանեք, ոնց է ստացվել։ Հա, մեկ էլ տպագրությունից լավ մարդիկ թող ուշադիր լինեն, եթե անեն էլ մեր նման, թող չխնայեն ոչ միջոցներ, ոչ էլ ժամանակ։ Բարով մնացեք, անփորձանք։ Իսկ այժմ ներկայացնեմ տորմոզի համակարգը, որ բացարձակ չի տարբերվում մաչից, թե ինչպես է արգելակում մեքենան։